Տեսեք, նախ եւ առաջ պետք է հանգեցենք, որ գործընթացը ամբողջությամբ քաղաքական է եւ գործադիր իշխանության ղեկավարը ինքը դա չի թաքցնում։ Այսինքն այստեղ այնպիսի գործընթաց չի գնում, որ երկու կարծիք լինի, իրավական ու քաղաքական գործընթացի, ինքը գործադիր իշխանության ղեկավարը բազմիցս իր հայտարարությունում ընդգծել է, որ իր կամքի կենսագործման process է ընթանում։ Իսկ եթե ցանկանում ենք հասկանանք, թե այն հոդվածը, որը օգտագործվում է այդ քաղաքական կամքը կյանքի կոչելու համար, ինչպես է տեղի ունենում, նախ պետք է հասկանանք, որ անցած տարվա հայտարարության հետ կապված է գործընթաց գնում, որի վերաբերյալ դատախազությունը նույն անցած տարի ունի պատասխան հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարին, որ ասում է, որ այդ գործողությունները հանցակազմ իրենում չեն պարունակում։ Հիմա ես չգիտեմ, դատարանում փաստաբանը վստահ եմ այդ հարցը բարձրաձայնելու է, նույն դատախազության ներկայացուցիչը եթե գա իհարկե, կամ քննիչը ինչ պատասխան պետք է սրան տա։ Այս դեպքում ո՞րն է խնդիրը, կրկին դատվելու արգելքի ինչն է խնդիրը, ո՞րն է։ Նույն պաշտոնական մարմինը, որը զբաղվում է մեղադրանք ներկայացնելով եւ պաշտպանությամբ, եթե անցած տարի հետարարքը կատարվելու ժամանակ ասում է, որ դա հանցագործություն չէ, հանցակազմ չի պարունակում։ Մի տարի նույն դեպքով, այո։ Նույն Փաստաթուղթ հրապարակված է Facebook-ում, կարող եք նայել։ կոնկրետ նույն տարվա հրապարակում չէ, նույն արտահայտությունն է, ռազմական։ Նույն արտահայտությունը, այ նույն անգամ այդ պատասխանի մեջ էր գրված։ Եթե այդ նույն բառերն էլ, այո, եթե այդ բառերն էլ նույն հիմա նորից արտահայտվի, նշանակում է, որ դժվար թե հանգամանքները այնպես են փոխվել, որ այդ նույն բառերը մի ժամանակ այլ կոնտեքստ ունենան, մեկ այլ ժամանակ այլ կոնտեքստ ունենան։ Նույն անձն է, անձն էլ է նույնը։ Այսինքն այստեղ ակնհայտ է, որ մեղադրանքի կողմը բավականին խոցելի է, եթե ոչ թե ամբողջությամբ հիմնազուրկ, հա։ Հիմա դա հաշվի առնելով հնարավոր է, որ կալանավորման միջնորդություն չբավարարվի։ Հույս ունեմ մասնագիտական բարոյականությունը կգերակայի եւ արդարադատությամբ զբաղվող դատավորները կհասկանան, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո պետք է իրավունքը գերակայի, այլ ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի կամքը։ Եվ գործադիր իշխանության ղեկավարի կամքի մասին որ խոսում ենք, նա հրապարակում է, հա, գործադիր իշխանության ղեկավարը հրապարակումներ է անում, դրան համապատասխան քննչական գործողություններ են իրականացվում ցանկացած գործով։ Այստեղ ո՞րն է խնդիրը, այսինքն ինչու պետք է գործադիր իշխանության ղեկավարը զերծ մնա հրապարակային։ Որովհետև տեսեք, մենք ունենք իշխանությունների տարանջատման սկզբունք, համաձայն որի գործադիր իշխանությունը չպետք է միջամտի օրինակ դատական իշխանության գործընթացներին եւ ունենք նաեւ առանձին անկախ սահմանադրական մարմիններ, օրինակ դատախազություն, օրինակ քննչական կոմիտե, որոնք չեն ենթարկվում գործադիր իշխանության ղեկավարին, նրանք անկախ են, ենթարկվում են սահմանադրությանը եւ օրենքներին։ Որևէ այլ սուբյեկտ, որին պետք է ենթարկվի, չկա։ Նրանք պետք է ենթարկվեն բացառապես իրավունքի գերակայությանը, այսինքն սահմանադրությանը եւ օրենքներին։ Եթե նրանք ղեկավարվում են գործադիր իշխանության ղեկավարի հրահանգներով, նշանակում է նրանք ինքներն են իրենք են խախտում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ նրանց համար քրեաիրավական հետևանքներ պետք է առաջանան։ Եվ նաև խնդրում եմ անդրադառնալ սկզբում տված հարցին կալանքի առումով, երբ ունենք հրապարակված տեսանյութ, որը հնարավոր չէ փոխել որևէ կերպ, այս դեպքում ինչու կալանավորել անձին եւ ընտրել ամենահայ խափանման միջոցը։ Որովհետեւ գործընթացը քաղաքական է, դրա հարցի պատասխանը դա է եւ պետք է հասկանանք, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է միայն այն ժամանակ, երբ որ կա հիմնավոր կասկած, որ այս մարդը պետք է խուսափի հետագա դատավարական գործընթացներից կամ ինչ որ կերպ խոչընդոտի այդ գործընթացներին։ Արդյոք դուք տեսել եք որևէ վարքագիծ, որը կհուշի, որ Սրբազանը ինչ որ մի վարքագիծ հնարավոր է ապագայում դրսևորի, որը որ կխոչընդոտի այս իրավական գործընթացին։ Ես անձամբ չեմ տեսել եւ ես ճանաչելով նաեւ Սրբազանին վստահաբար կարող եմ ասել, որ այդ մարդը բացառիկ մարդկանցից մեկն է, ով որ իրավունքը հարգում է եւ երբեք Հայաստանի Հանրապետության օրենսդրության հակառակ վարքագիծ չի դրսևորել։ Իրավական հնարավորություն Սրբազանին հրավիրելու քննչական կամ հրավիրելու դատարան խափանման միջոցի հարց քննարկելու, թե հենց կալանքի հարց քննարկելու։ Կար այդպիսի իրավական հնարավորություն այսօրվա գործող։ Բոլոր մեր իրավապահ մարմինները մեզնից յուրաքանչյուրին կարող են հրավիրել ինչ որ քրեական գործի շրջանակներում վկայություն տալ։ Ինչու եմ ասում, որովհետև ձերբակալվել է դատարան, որոշում է կայացվել ձերբակալել
դատարան ներկայացնելու համար կոնկրետ այս դեպքում դրա համար եմ հարցնում։ Կար Քննչական մարմին ներկայացնելու համար։ Որոշել է ձերբակալել դատարան ներկայացնել։ Սկզբից իր մոտ, հետո որ կալանքի միջնորդության հարցն է բերել։ Ձերբակալման ռեժիմը կոչվում է դատարան ներկայացնելու համար։ Ես Շատ լավ, բայց սկզբից քննչական գործողություն իրականացնելու համար, հետո եթե առաջանա կալանք կամ որևէ այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն, որը դատարանը պետք է որոշի, այդ ժամանակ նոր պետք է բերեն դատարան։ Կար մի խոսքով իրավական հնարավորություն։ Տեսեք, իրավական գործիքներ, բոլորի իրավական գործիքներ կան։ Կիրառման մեթոդաբանությունը պետք է որոշվի։ Արդյոք համաչափ է այդ գործողությունները հետապնդվող նպատակին։ Բնականաբար ոչ, որովհետև որևէ ձևով այս ցերեկ առավոտվա այս իրադարձությունները դուք շատ ճիշտ նշեցիք շոուն, որ կար, որևէ համաչափության մեջ չի տեղավորվում։ Դեպաբար այստեղ իրավական գործիքները, եթե անգամ դրանք գրված են, կիրառման process-ում այնպիսի խախտումներով են տեղի ունենում, բարոյական այնպիսի սահմանազանցմամբ են տեղի ունենում, որ մենք ամբողջ process-ը գնահատում ենք որպես ոչ իրավաչափ եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող։